Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են հեռախոսազրույց ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Սպիտակ տունը եւ Կրեմլը 2.5 ժամ տևած զանգը դրական են որակել։ Հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ 2 շաբաթվա ընթացքում։ Նախ Մարկո Ռուբիոն կհանդիպի իր պաշտոնակցի Լավրովի հետ, Պուտինի հետ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը շատ արդյունավետ է եղել, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը կկայանա Հունգարիայում։ Թրամփը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կդառնա իր դադարեցրած 9-րդ պատերազմը։ Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ եւ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում խաղաղության մեծ նվաճման կապակցությամբ, որը Պուտինի խոսքով դարեր շարունակ երազանք է եղել, գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նշել է, հավատում է, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավարտին հասցնելու բանակցություններին։ Ըստ ԱՄՆ նախագահի, ինքը եւ Պուտինը նաեւ խոսել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև առևտրի հնարավորությունների մասին։ Նա նաեւ նշել է, որ օգոստոսին Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը նախապայմաններ է ստեղծել երկրորդ հանդիպման համար։ Թրամփը հիշեցրել է հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հանդիպման մասին, նշելով, որ նրան կհայտնի Պուտինի հետ զրույցի մանրամասները։ Իսկ Ուկրաինայի նախագահը արդեն ժամանել է Միացյալ Նահանգներ։ Կրեմլը բովանդակալից ու անկեղծ է որակել Ռուսաստանի նախագահ Պուտինի ԱՄՆ նախագահ Թրամփի հեռախոսազրույցը։ Ըստ Կրեմլի կայքում տարածված հաղորդագրության, Պուտինը զրույցը սկսել է շնորհավորելով Թրամփին Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու նրա ջանքերի հաջողության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտ է դրվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի վրա։ Պուտինը մանրամասն գնահատական է տվել ստեղծված իրավիճակին, ընդգծելով ռուսական կողմի շահագրգռվածությունը խաղաղ քաղաքական դիվանագիտական լուծման հասնելու հարցում, ասվում է հաղորդագրությունում։ Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն ունեն ռազմավարական նախաձեռնության նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով։ Այս պայմաններում Կիևի ռեժիմը դիմում է ահաբեկչական մեթոդների, հարվածելով քաղաքացիական թիրախներին, էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք մենք ստիպված ենք համապատասխան արձագանք տալ, նշում են հաղորդագրությունում, ի դեպ համանման պնդում է անում նաև ուկրաինական կողմը։ Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով զրույցի ընթացքում Թրամփը բազմիցս ընդգծել է Ուկրաինայում շուտապույտ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հիշատակել է իր հաջողությունները 8 տարբեր տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում, շեշտելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ամենադժվարն է լուծել։ Ըստ հաղորդագրության Թրամփը հատուկ շեշտել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը կբացի հսկայական հեռանկար ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար։ Բարձրացվել է նաեւ Ուկրաինային հեռահար Թոմահավք թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ Պուտինը կրկնել է իր թեզը, որ այդ հրթիռները չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնեն երկրների միջև հարաբերություններին չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարներին, ասվում է հաղորդագրությունում։ Նախագահները քննարկել են եւս մեկ անձնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Ըստ Ուշակովի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ներկայացուցիչները անմիջապես կսկսեն պատրաստվել գագաթաժողովին, որը կարող է անցկացվել օրինակ Բուդապեշտում։ Պուտինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի անձնական ջանքերը ռուս եւ ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար։ Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի, այլ նաև ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար, Armenpress-ի փոխանցմամբ Սյունիքի մարզում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ Իրադարձությունները եւ հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են եւ մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել այդ նախաձեռնություններին ու կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում, որը ողջունվում է Եվրամիության կողմից դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին, ասել է Մարագոսը։ Դեսպանը հավելել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։ Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է, շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք, որպես Հայաստան
Հայաստանի հայ ժողովրդի եւ Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այդ գործընթացում, ասել է Մարագոսը։ Հիշեցնեմ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Ալիևը, ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ TRIP-ը Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արձագանքել է վերջին շրջանում ստեղծված իրավիճակին, որը կապված է Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների բեռնատաժների վարորդների Ռուսաստանում բեռնափոխադրումներ իրականացնելու դժվարությունների հետ։ Այս պահին հանձնաժողովում քննարկվում է հնարավորությունը վերացնելու միգրացիոն սահմանափակումները այն վարորդների համար, ովքեր ԵԱՏՄ անդամ պետություններից են եւ զբաղվում են միջազգային ավտոբեռնափոխադրումներով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանում ժամանակավոր ժամանման մնալու ժամկետները սահմանող նոր կանոններին, որոնք խնդիրներ են առաջացրել վարորդների համար։ ԵԱՏՀ-ն վստահեցնում է, որ իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում անում է ամեն անհրաժեշտը հարցը կարգավորելու եւ բեռնափոխադրումների անխափան ընթացքը ապահովելու համար։ Հիշեցնեմ, որ 3 բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում են, որ գործադիրը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90 օրվա արգելքը հանելու վերաբերյալ։ Այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ 1 տարվա ընթացքում գումարային 90 օր, այսինքն այս ժամկետը Ռուսաստանը 2 անգամ կրճատել է։ Բողոքի ակցիայի մասնակից վարորդներն ասել են, որ ավելի վաղ իրենց ասել էին, թե սեպտեմբերի 10-ին ուժի մեջ մտած փոփոխությունը իրենց չի վերաբերում, քանի որ իրենք զբաղվում են տարանցիկ փոխադրումներով, նաև կա ԵԱՏՄ հանգամանքը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ խոսել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ասելով, որ թողնեն լուծի խնդիրը նրանց հետ հավասարապես մտահոգ է։ Հիմա աշխատում ենք, դիգնամ շարունակեմ աշխատել։ Հիմա այդ որոշումը, որ ընդունվել է, մի օրում չի ընդունվել, գիտեք, պետության որոշումներն էլ մի օրում չեն կարա փոխվեն եւ այլն։ Հիմա էսա մնացած բոլոր ինչ խնդրեմ դուք հարց բացացիք, դա նորություն չէին իմ համար։ Ու այս աշխատանքները, որ տանում ենք, իրականում ավելի շուտ ենք սկսել, քան փաստացի դուք խնդրեմի եք հանդիպել, բնականաբար խնդրեմ հանդիպելուց հետո ավելի կոնկրետ հանդիպումներ եք ունեցել, քննարկումներ կա, ավել բան չեմ կարող ասել, որովհետև եթե ես ասեմ, դա կվնասի ձեզ ինձ պետությանը, որովհետև եթե մենք ինչ-որ բան ենք խոսում, այդ խոսակցության մասին ինչ-որ բան ես հրապարակեմ, այդ եթե ես իմանայի դա կօգնի, կասեի, հաստատ չի օգնի, հաստատ չի օգնի։ Բայց դրական տեսնում եք դուք։ Ժողովուրդ ջան, ես ասացի, որ դե հիմա աներեք ինձ հարցնում, եկեք ընենց արեք, թողեք ձեր հարցը կարենամ լուծեմ։ Ասում եմ, ձեզնից շուտ եմ սկսել, կներեք, ժողովուրդ ջան, ձեզնից շուտ եմ սկսել զբաղվել, ձեզնից հավասար, չեմ ասում ավելի շատ, ձեզ հավասար մտահոգ եմ այդ հարցով։ Հավատացեք, խնդիրները, որ դրանից կարան առաջանան, ավելի մեծ են, քան ձեր անձնական ամեն մեկի խնդիրն է։ Հիմա այս մասով ավել բան ասելը գործին կխանգարի, ընդ որում եթե ձեր դեպքում կխանգարի անձնական ընտանիքի եկամուտ աշխատանք եւ այլն, իմ դեպքում պետության հարցերին կխանգարի։ Եվ այժմ զրուցելու եմ ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, նախ սկսենք այս ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներից, հա։ Իվր ինչ է տեղի ունենում, այսա ոլորտ անգամ արդեն սահմանափակումներ են, հա, լինում։ Հիմա այս դեպքում արդեն վարորդների դա ինձ առաջ առհասարակ ֆիզիկական անձանց մուտք ելքի հետ կապված եւ այստեղ խախտվում է ԵԱՏՄ կանոնակարգերից մեկը այդ ընդհանուր տարածքի ազատ տեղաշարժի, հա։ Եվ սա որևէ մեկը ուշադրություն չի դարձնում, այսինքն Ռուսաստանը կամայականորեն ինչ նոր կարգավորումներ ուզում մտցնում է առանց հաշվի առնելու ԵԱՏՄ գոյությունը եւ անդամ բոլոր պետությունների համար գործող նորմերը։ Եվ այստեղ հարցը առաջանում, ինչու ենք մենք շարունակում մնալ ԵԱՏՄ-ում։ Լավ, որոնք են այն բարիքները, որոնք մենք ստանձնում ենք ԵԱՏՄ-ի անդամակցությունից։ Բացի նրանից, որ մենք սկսել ենք ավելի շատ մուտքագրել, հա, ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, արդեն մի քանի տարի շարունակ,
այլ որևէ դրական բաներ մենք չենք ակնկալում, չենք ստանում ԵԱՏՄ-ից։ Նույն այդ ազատ մաքսատուրքերը եւ այլն մենք կարող ենք երկկողմ ձևաչափով յուրաքանչյուր երկրի հետ պայմանավորել։ Ի վերջո լիքալ երկրներ կան, որոնք մաս չեն կազմում ԵԱՏՄ-ի, բայց իրենք կարողանում են երկկողմ հարաբերություններում կամ հենց ԵԱՏՄ կառույցի հետ հարաբերվել եւ ունենալ ազատ առևտրի կամ առանց մաքսատուրքի կամ նվազ մաքսատուրքերի ուրեմն առևտրային հարաբերություններ։ Հետևաբար, գիտեք, ԵԱՏՄ, ԵԱՏՀ, այդ ամբողջը, գիտեք, հնչում է թե իբր թե ինչ-որ մի կազմակերպություն, իրականում այնտեղ մեկ երկիր կա, որը որոշումներ է կայացնում եւ այդ որոշումները հիմնականում ոչ թե հիմնված են տնտեսական հաշվարկների, այլ քաղաքական հաշվարկների վրա։ Եվ օրինակ այս հաշվարկում ներառված է Հայաստանում ներքին անհնազանդություններ եւ դժգոհություններ առաջացնելու միտումը եւ իրենք հասնում են իրենց նպատակի։ Փաստորեն այս մարդիկ հավաքված են կառավարության շենքի դիմաց եւ իրենք դժգոհում են, իրենք բողոքում են։ Սա այն է ճանապարհներ փակել, մաքսակետեր։ Սա այն է, ինչին սպասում է, ինչին ձգտում է Ռուսաստանի Դաշնությունը եւ ելի շարունակելու են ձգտել։ Ես կարծում եմ մենք պետք է շատ կոշտ դնենք այդ հարցը, որ եթե ԵԱՏՄ կանոնակարգը չի գործում, ապա Հայաստանը գոնե հապկի մակարդակով պետք է սառեցվի իր մասնակցությունը։ Չգիտեմ թե որքանով է դա տրամաբանական, ԵԱՏՄ-ի վերջո դա մաքսային կառույց է, ինչ կնշանակի անդամակցության սառեցում, բայց մենք պետք է շատ լուրջ աշխատենք Եվրոպական միության հետ, մենք շատ լուրջ պետք է աշխատենք մեր տնտեսվարողների, գործարարների հետ, որպեսզի իրենց արտադրանքի որակը, ստանդարտները բարձրացվեն, համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտների, մենք պետք է վերաբանակցենք DCFTA-ը, որը պետք է դեռ 2013-14 թվականներին ստորագրեինք, նախաստորագրեինք եւ դառնայինք արդեն ազատ առևտրի մի մաքսային գոտու անդամ եւ շարժվենք այդ ուղղությամբ, հետո իրենք կգան եւ մեզ կխնդրեն, որովհետեւ եթե մեր արտադրանքը լինի ավելի բարձրորակ, ինչպես օրինակ վրացականն է, ապա իրենք կգան կխնդրեն, կասեն եկեք, մենք ավելի շատ կվճարենք ձեր արտադրանքի համար։ Ի վերջո վրացական գինին շատ ավելի թանկ է վաճառվում հիմա նույն ռուսական շուկայում կամ հայկական գինին։ Դե ինչ վերաբերում է հնարավոր սառեցմանը, հա, մենք ամեն ինչ արդեն տեսնենք ԵԱՏՄ-ն էլ կարելի է սառեցնել, հոգեվորականն է իրեն սառեցնում, Հայաստանն է իրեն սառեցնում, հապկում, հիմա կարելի է նաև ԵԱՏՄ-ն ժամանակն է մենք դե յուրե ամրագրենք այդ սառեցումները, ժամանակն է նույն հոգեվորականը դե յուրե ամրագրի իր սառեցված իրավական կարգավիճակը եւ մենք շարժվենք առաջ, որովհետեւ ԵԱՏՄ-ն դա ապագան չէ, ԵԱՏՄ-ն փուչիկ է, որը պայթելու է եւ մենք մնալու ենք դրա բեկորների տակ։ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ Շատ լավ, կխնդրեմ անդրադառնանք ԵՄ դեսպանի հայտարարությանը, ասում է, որ Եվրամիությունը պատրաստ է գործիքները կիրառել ոչ միայն կամ ներդնել ոչ միայն TRIP նախագծում, այլ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության մեջ, որը մենք դեռ 2 տարի առաջ ողջունել ենք, երբ Հայաստանի կառավարությունը այն ներկայացրել։ Ինչ է սա նշանակում։ Միանշանակ մենք պետք է հնարավորինս ներգրավենք Եվրամիության այս պրոյեկտներում, որովհետև Եվրամիության ներգրավումը դա կնշանակի, որ մենք բարձր որակի եւ ստանդարտներին, չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ կմշակենք, ընդ որում ոչ միայն Եվրամիությունը, այն գործընկերները, գիտեք, որ ամեն ինչ պետք է եթե Թրամփ ուղու մասին է խոսքը գնում, պետք է համաձայնեցվի Միացյալ Նահանգների հետ, բայց այլ ընդհանրապես խաղաղության խաչմերուկում եւ այլ կապողների ապաշրջապակման գործում մենք շատ լուրջ պետք է աշխատենք ոչ միայն Եվրամիության հետ։ Նամանավանդ եթե մենք խոսում ենք երկաթգծերի կառուցման մասին, ապա մենք շատ լուրջ պետք է արդեն մեր ռազմավարական գործընկեր Միացյալ Թագավորության հետ համագործակցենք նաեւ։ Լավ, ինչու միջև հիմա ես չեմ ասում այս Սյունիքի այդ հատվածը, հա, TRIP-ը նկատի ունեմ։ Եթե 2 տարի է Եվրամիությունը ողջունում է, պատրաստ է իր գործիքները ներդնել, ուրիշ հատված չկա, այս 2 տարվա ընթացքում ինչու ոչինչ չի տեղի ունեցել։ Այսինքն ես նկատի ունեմ անկախ նրանից ապա շրջափակվում է ինչ-որ բան թե ոչ, Հայաստանը այդ ենթակառուցվածքների կարիքն ունի։ Այո, Հայաստանը ներսում օրինակ պատրաստ չի։ Եթե վաղ օրինակ բոլոր կապողները ապաշրջափակվեն, հա, սահմանները բացվեն, մեր երկրի ներսում չկան ենթակառուցվածքները, որոնք պետք է բեռնափոխադրեն։ Ի տարբերություն դրան Ադրբեջանը կառուցում է 20 թվականից սկսած կառուցում է եւ պատրաստվում է։ Մենք սպասել ենք, մենք սպասողական կարգավիճակ ենք բերել, ես կարծում եմ չպետք է սպասենք, մենք ժամանակ ենք։ Ես կարծում եմ նաեւ Հայաստանը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով, միգուցե ֆինանսական պատճառներով փորձում է այդ հարցը համաձայնեցնել, որպեսզի նաեւ ֆինանսական ներգրավվածություն լինի, ֆինանսական
ապահովվածություն լինի, Դե ենթադրում լինեն ասած մեկը նաև ֆինանսը պիտի լինի։ Դե իհարկե։ Նորից եմ ասում, դա միայն Եվրամիությունը չի, Միացյալ Թագավորությունն է, Կանադան է, Ճապոնիան է, Հարավային Կորեան է, ի վերջո Հնդկաստանն է, որ ունի մեծ ներուժ եւ փորձ նմանատիպ գործառույթներ իրագործելու։ Մենք պետք է շատ լուրջ մտածենք Իսրայելի մասին։ Մենք ի վերջո պետք է երկրի հետ լուրջ հարաբերություններ ձևավորենք։ Անկախ նրանից թե Իրանը ինչ է մտածում, կներեք շատ կարևոր են հայ-իսրայելական հարաբերությունները եւ այստեղ կարելի է Իսրայելը ներգրավել, նաեւ միանալ Աբրահամյան ակորդներին, որը նաեւ կբարձրացնի կամրապնդի հայ-ամերիկան հարաբերությունները։ Մենք պետք է լուրջ խաղացող դառնանք եւ վերջո Շարմ el-Շեյխու մեր մասնակցությունը պատմական էր եւ պետք է դասեր քաղել եւ պետք է կապիտալիզացնել այդ մասնակցությունը եւ դրա հիման վրա արդեն գնալ հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը անկախ նրանից սիրում ենք իսրայելցիներին, չենք սիրում, ավելի շատ պաղեստինցիներին ենք սիրում թե հրեաներին, դա չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին, որպեսզի Հայաստանը լինի ամուր։ Եվ այն գործընկերները, որոնք շատ լուրջ ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, մենք իրենց հետ պետք է առաջին հերթին համագործակցենք։ Եվ երբ մեղադրում են, թե մենք Պակիստանի հետ հարաբերություններ կարգավորենք, բա պետք է կարգավորենք։ Բա պետք է կարգավորենք, որպեսզի հնարավորինս խնդրի պարագայում կարողանանք ուղիղ երկխոսել պակիստանցիների հետ։ Չէ, ոչ, բա Ռուսաստանը ինչ անի այդ դեպքում։ Դե լավ է։ Դե 30 տարի մենք սպասել ենք, ապավինել ենք ռուսական այդ հովանոցի, բայց Ռուսաստանը դեռ 2008 թվականից արդեն Ադրբեջանի հետ կնքում էր ռազմավարական համագործակցության խարտիա, բարձրացնում էր իր երկրների միջև մակարդակը համագործակցության։ Իսկ մենք ամեն ինչ ապավինում ենք Ռուսաստանի եւ բոլոր երկրների հետ մենք հարաբերվում ենք այնքանով, որքանով թույլատրված էր կամ ըմբռնելի կլիներ Ռուսաստանի կողմից։ Մեր մոտ նախարարներ էին այստեղ նշանակվում Ռուսաստանի ցուցումով, իրենց դաբրոյով։ Պետք է դուրս գանք այդ ամենից։ Իդեպ նշեմ ոչ միայն ուղակի նախարարներ, այլ Ռուսաստանի քաղաքացի նախարար։ Քաղաքացիություն ունեցող միջազգայինորեն մենք տեսանք օրինակ Ուկրաինայում թե տեղի ինչ ունեցավ։ Յանուկովիչի ժամանակ պաշտպանության նախարարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր։ Մերն էր Միքայել Հարությունյան։ Այո։ Այսինքն ինչ կա զարմանալու որ։ Շատ լավ, քանի որ Ուկրաինայից խոսեցինք, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին անդրադառնանք, կողմերը գոհ են, իդեպ շատ հետաքրքիր որ հեռախոսազրույցը ասում են տեղի ունեցել հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ, երևի հնդածս, քանի որ Զելենսկին է ժամանել արդեն Միացյալ Նահանգներ, փորձելու հասկանալ էլի ինչ է կատարվում, ինչ տրամադրվածություն կա նաև Միացյալ Նահանգների կողմից, մասնավորապես այդ արդեն հայտնի հրթիռների մասով, որոնք ռուսական կողմը ասում է, որ չեն կարող էական ազդեցություն ունենալ, թեև ասում է, որ դրանք բավական հեռահար հրթիռներ են եւ ընթերցում է միջազգային մամուլը, որոնք արդեն հաշվել էին, որ հրթիռների անգամ ժամանափակ քանակության մատակարարման դեպքում Ռուսաստանի խորքում 2000 ռազմական օբյեկտ հայտնվելու է ուղիղ թիրախում Եվ Զելենսկին էլ երբ որ ժամանեց Միացյալ Նահանգներ, պնդեց, որ ծանր զենքերի թեմայի շուրջ է նաև լինելու բանակցությունները։ Սկսենք նայած այս հեռախոսազրույցը ինչի մասին էր, ինչ հետևություններ են կանում եւ որպես արդյունք օրինակ Հունգարիայում սպասվող հնարավոր հանդիպումը Պուտինի եւ Թրամփի եւ հակամարտության ի վերջո որոշակի ոչ թե դեպարզ է, որ հակամարտությունը այնքան խճճված է հիմա իրավիճակը, ոչ թե ամբողջական դադարեցման, այլ գոնե, այսպես ասենք, իրավիճակի հանդարտեցման հույս տալու է, թե ոչ։ Իդեպ այդ զանգին նախորդել էին ռուսական տարատեսակ պաշտոնյաների, բացառությամբ Մեդվեդևի բարեհաճո հայտարարությունները ուղղված նահանգների նախագահին Եվ բայց եթե մենք ընթերցում ենք օրինակ Մեդվեդևի գրառումը, պարզ իրենք տեսնում են, որ Թոմահավք այդ հրթիռները շատ լուրջ վտանգ են ներկայացնում, նա նույնիսկ համարում է, որ դա հակադարձելը պետք է լինի միջուկային ուժով, այսինքն իրենք այլ զենատեսակ չունեն, որպեսզի հակազդեն Թոմահավքերին, եւ մի գիտենք, որ Միացյալ Նահանգները գրեթե պատրաստ էր, որպեսզի այդ ամենը արդեն այսօր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցնեն եւ բնական է, որ Վլադիմիր Պուտինը փորձում է դրանով հետաձգել հնարավոր Թոմահավքերի փոխանցում կամ վաճառք ՆԱՏՕ-ի միջով Ուկրաինային Գիտեք, իրականում նախագահ Պուտինը նաև անելանելի վիճակում է, որովհետև մի կողմից մարտի դաշտում իրենք ոչ միայն չունեն առաջընթաց, այլ նաև հետընթաց են ապրում, մյուս կողմից նա հասկանում է, որ պատերազմի դադարը դա շատ լուրջ խնդիրներ է վերելու, առաջացնելու Ռուսաստանի Դաշնության ներսում, որովհետև այդ բոլոր ուրեմն զինծառայողները հետ են գալու, մենք արդեն գիտենք, որ մոտ
երկու օր, 3 օր դեպք է եղել այդ վերադարձած զինվորների կողմից, ովքեր դաժան գործողությունների մեջ են ներգրաված եղել իրենց հարազատների կամ պատահական անցորդների նկատմամբ, գիտենք, որ դրանց մեծամասնությունը նաև նախկին բանտարկյալներ են, ովքեր մարտնչելու դիմաց ստացել են ազատություն։ Թե մենք կարող ենք հիշել Պրիգոժինի օրինակը, հա, ինչ միանգամից ինչպես իրան Նաև գիտենք, թե ինչքան թե որքան հոգեբանական խնդիրների մեջ են իրանք անցել, որտեղ ի վերջո շատ լուրջ պատերազմի միջով են անցնում։ Այստեղ չբացառենք նաև այն բավականին մեծահարուստ շրջանակները, ովքեր Ռուսաստանի սանձազերծած պատերազմից միլիարդներ են աշխատում, ռազմաարդյունաբերության ոլորտում, հազարամյա ոլորտներում, հա, նկատի ունեմ, այդպես հեշտ չէ բռնել եւ նաև դադարեցնել այդ պատերազմը, որտեղ այն խնդիրները, որոնք կարող են իրոք ծագել ներսում, հազար մի շերտ կարող են ունենալ։ Ի վերջո քաղաքացիները նաև հարցնելու են, լավ, իսկ ինչ եղավ, որովհետև հասկանում եք, ցավալիորեն պետք է փաստենք, որ ռուսաստանցիների մեծամասնությունը կայսերական մտածելակերպ ունեն, եւ դա է պատճառը, որ իրենք աջակցում են նախագահ Թրամփի այդ ցեղասպան պատերազմին, նախագահ Պուտինին ներողություն, այդ ցեղասպան պատերազմին։ Դա է խնդիրը, եւ Պուտինը հասկանում է, որ այն ինչ նա անում է, ունի իր քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, եւ երբ նա չի հասնում իր նպատակներին, ընդ որում այդ շրջանները բացառությամբ Ղրիմի մնացած բոլոր շրջանները, որոնք մտցվել են ապօրինի կերպով իրենց համանդրության կազմի մեջ, իրենց ենթակայության տակ չեն եւ այստեղ հարցեր են առաջանալու։ Լավ, կսառեցնեն, կխոսեն, կխորթակցեն։ Միգուցե ես կարծում սա հերթական քայլ է, որ նախագահ Պուտինը փորձում է երկարացնի, ձգձգի այս process-ը, եւս 1 շաբաթ, եւս 2 շաբաթ եղանակային խնդիրներ են առաջ գալիս, փորձում է բերել, հասցնել ձմեռ, որպեսզի դա եւս սառեցնի, միջև տեսնի ինչ է լինելու, հա, հասկանում եք, ավոյս լրիվ բերի այդ մակարդակի։ Թրամփն էլ անverջ հիասթափվի Պուտինից։ Թրամփն էլ կարծում եմ, օրինակ, իդեպ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շատ լուրջ հայտարարություններ արեց, որ ասաց խնդիրն այն է, որ այո, մենք կարող ենք մեր դիվանագիտական ջանքերն օգտագործել, բայց ի վերջո որոշողները Ուկրաինան եւ Ռուսաստանն են, եւ այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստանը կարծում է, ընդ որում սխալմամբ կարծում է, ըստ Ջեյ Դի Վենսի, որ իրանք հաջողություններ ունեն մարտի դաշտում, որն այդպես չէ։ Եվ դա արել է հենց զանգից հետո, այսինքն իրենք արդեն իսկ նախապես ասում են, որ եթե դու գաս ու նորից մեզ պատմես, որ դուք հաջողություններ ունեք, կներեք էլի։ Մենք արբանյակներ ունենք, մենք մեր հետախուզական տվյալներ ունենք, մենք գիտենք թե դուք ինչ խնդիրների մեջ եք։ Եվ բոլորին վերջերս նաև ուկրաինական զոն արդեն հայտարարեց, թե վերջին 2 ամսվա ընթացքում 10 մոտ 14000 սպանված եւ վիրավոր ունեն ռուսաստանցիների, մոտ 300 կիլոմետր քառակուսի ազատագրված տարածքներ ունեն ուկրաինացիները, այսինքն հիմա ուկրաինացիների կողմն է անցնում այդ ամենը եւ վերջերս մեկ տեսել եք թե որքան են իրենք հարվածում արդեն Ռուսաստանի Դաշնության խորքում, այդտեղ բենզինի խնդիր կա, իրենք բենզին են ներմուծում, բենզին արտադրող երկիրը, արտահանող երկիրը հիմա ներմուծում է բենզինը, դիզվառելիքը նաեւ Չինաստանից։ Ղրիմում այնտեղ տալոններով են մարդիկ բենզին ստանում, լուրջ խնդիրների առաջ են իրենք կանգնած։ Մոտ 20-30% նավթա մշակող այդ ձեռնարկություններն արդեն շարքից դուրս են եկել ուկրաինական հարվածներից հետո եւ դա շարունակվելու է եւ Ռուսաստանը անելանելի վիճակում է։ Ես հետեւություն անեմ, որ դուք խոսեցիք Շարմ el-Շեյխից, հա, օրինակ եւ ընդգծեցիք այն հանգամանքը, որ օրինակ օգոստոսի 8-ը դա միայն բացառապես եւ լոկալ մակարդակի իրադարձություն չի կարող բնորոշվել։ Շարմ el-Շեյխը դրա ապացույցն է, որ ավելի մեծ մասշտաբային կամ ավելի լայն տարածաշրջանի տրամաբանության մեջ է պետքնել, հետեւաբար նաեւ այդ նույն տրամաբանության պետք է մոտենալ ուկրաինական հակամարտությանը եւ դրա այս կամ այն ելքին, չէ՞, բա այդտեղ, այսինքն մենք որտեղ ենք լինելու։ Գիտեք, ուկրաինական այդ հակամարտության արդյունքում որոշում է ինչ է լինելու, ընդհանրապես երկրի մոլորակի ապագան, ինչպիսի աշխարհակարգ է լինելու։ Եթե Ռուսաստանին թույլ տվեցին մարսել այս ագրեսիան, նույնիսկ եթե իրենք չեն հասնում իրենց հաջողությունների եւ իրենք սառեցված են պահում այդ շրջանը, հա, այդ սահմանը, դա կդիտարկվի արդեն, որ ինքը իրենք կարողացան մարսել։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանը ռազմավարական պարտություն կրի առնվազն, որպեսզի այդ ագրեսիան 21-րդ դարում մանավանդ եվրոպական մայրցամաքում պետք է անթույլատրելի լինի։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև Եվրոպական միության երկրների մասնակցությունը, միջև Բուդապեշտի հանդիպումը, ես վստահ եմ կլինեն արդեն երկկողմ, բազմակողմ հանդիպումներ, զանգեր նախագահ Թրամփի հետ, որպեսզի նաև Թրամփին պատրաստեն այդ հանդիպմանը Պուտինի հետ
Պուտինը այնքան ստոր է, որ նա ի հեռախոսազանգում շնորհակալություն հայտնում առաջին տիկին Մելանիային, որպեսզի երեխաներին բերեց։ Դու ես գողացել այդ երեխաներին, որի համար, որի պատճառով քեզ են նամակ միջազգային հետախուզում են քեզ հայտարարել։ Եվ դու շնորհակալություն ես հայտնում, պատկերացնեք ինչքան ստոր կարող է լինել մարդ։ Ես ասում եմ, նա իր աշխատանքը ոչ թե նախագահ է, այլ մարդասպանությունը։ Նա մարդասպանությամբ է զբաղված։ Կան մարդիկ գնում են գործի, դուք լրագրող եք գալիս եք աշխատանքի։ Ես կենտրոնը ղեկավար եմ, գնում եմ աշխատանքի։ Ինքը մարդասպան է, իր աշխատանքը մարդասպանություն է։ Դրանով պայմանավորված այդ ստորությունները, ստերը, կեղծիքները, հետևեք նախագահ Թրամփի, նախագահ Պուտինի հայտարարությունները 2000-ականներին, 2010-ականներին, որ նա ասում էր, միայն հիվանդ մարդու մտքով կարող է անցնել, որ մենք կարող ենք ռազմական ուղիով փորձել վերցնել Ղրիմը։ Դա ինչ պատահեց։ Հիվանդացան։ Եւ մենք ինչ գործ ունենք այդ հիվանդ երկրի, հիվանդ նախագահի հետ համագործակցում ենք։ Ես կատեգորիկ դեմ եմ, ես կարծեմ ես ձեր տաղավարում ասացի, որ խնդրում եմ պարոն վարչապետ հետայսու մի անվանեք Հայաստանն ու Ռուսաստանը եղբայրական երկրներ։ Չի կարող եղբայրական երկիրը հիբրիդային պատերազմ վարել քո երկրի հանդեպ։ Չի կարող եղբայրական երկիրը անել այն, ինչ հիմա կատարվում է, եւ այս բեռնափոխադրողները ընդվզում են եւ բողոքում են կառավարության շենքի դիմաց։ Կամել ում հետ էս եղբայրություն անում է, մեր խոսացածի ամբողջ կոնտեքստի տրամաբանության մեջ, հա։ Այն դեպքն է, երբ դուք էլ նշեցիք, որ օրինակ Պակիստանի օրինակ, հա, որ թշնամի մեզ չեն էլ ճանաչում եւ այլն, ինչ հարաբերություններ, ինչ բան, դրանք ով են, այս դեպքում էլ միշտ ծայրահեղությունը չպիտի լինի։ Ինչ եղբայր։ Գիտեք, օրինակ Պակիստանի հետ մենք չունենք ինչ-որ տնտեսական հարաբերություններ, կախվածություն Պակիստանից, Իսրայելի հետ մենք չունենք տնտեսական հարաբերություններ, հա, կախվածություն Իսրայելից։ Այդ դեպքում պետք է մենք իրանց հետ ինչ-որ հարաբերություններ ձևավորենք, կառավարելի դարձնենք մեր հարաբերությունները։ Ռուսաստանի հետ դա չի աշխատում, որովհետև մենք այնքան ենք կախված Ռուսաստանից, ռուսական շուկայից, ռուսական էներգակիրներից, որ իրենք օգտագործում են մեզ խեղդելու համար։ Մեր պետությունը նվաստացնելու, մեզ պետականությունից խլելու, իրենք ընդհանրապես իրենք չեն ճանաչում հայերի պետություն ունենալու իրավունքը, ոչ միայն պետությունների, ոչ միայն հայերի, ուկրաինացի, վրացիների, ադրբեջանցիների, մոլդովացիների, ղազախների, ղրղզների, տաջիկների, ուզբեկների, թուրքմենների, ելում մոռացա։ Դո Բալթիկ երկրներին էլ իրենց գրառում է, հիշում եմ արտաքին գործերի նախարարությունը գրառում էր կատարել, Լատվիա, Էստոնիա, Լիտվա շնորհավորում ենք ձեր, չգիտեմ, քանի 80-ամյակներ, 90-ամյակներ խորհրդային միության հետ ինչ-որ բաներ անում։ Իսկ ելք չեն ճանաչում այդ մարդկանց այդ երկրներին որպես անկախ պետություն։ Շնորհակալություն։ Սիրով։ Զրուցակիցս ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։